Բարև ձեզ։ C կվադրատ անպեգակենսաթոշակային ֆոնդերն ամփոփել են 2025 թվականի երրորդ եռամսյակը։ Ինչ եկամտաբերության արդյունքներ են գրանցվել այս եռամսյակում։ Բարև ձեզ, 2025 թվականի երրորդ եռամսյակի արդյունքները բավականին դրական են։ Նախ ասեմ, որ C կվադրատի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ծավալը գերազանցել է 637 միլիարդ դրամը, որից մոտ 26%-ը կամ ավելի քան 167 միլիարդ դրամը դա C կվադրատի կողմից կառավարման արդյունքում ձևավորված հավելյալ եկամուտն է։ Ինչ վերաբերվում է եկամտաբերության ցուցանիշներին, ապա երրորդ եռամսյակի ընթացքում դրանք դրական էին բոլոր 3 կենսաթոշակային ֆոնդերի համար։ Կայուն եկամտային ֆոնդը գրանցել է 2.9% եկամտաբերություն, պահպանողական ֆոնդը 3.7% եկամտաբերություն եւ հավասարակշռված ֆոնդը 4.2% եկամտաբերություն։ Արդյունքում հասցնելով 9 ամսյա եկամտաբերության հետեւյալ ցուցանիշներին, կայուն եկամտային ֆոնդը 7% եկամտաբերություն, պահպանողական ֆոնդը 8.1% եկամտաբերություն եւ հավասարակշռված ֆոնդը 8.9% եկամտաբերություն։ Այսպիսով ավելի բարձր ռիսկային ֆոնդը ունի ավելի բարձր եկամտաբերություն 2025 թվականի 9 ամսվա արդյունքներով։ Ինչով են պայմանավորված եկամտաբերության ցուցանիշների այս արդյունքները։ Եռամսյակի դրական արդյունքները հիմնականում պայմանավորված են արտասահմանյան կապիտալի շուկայում դրական զարգացումների հետ, իսկ տեղական շուկայում Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ հարաբերականորեն կայուն է։ Եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պահել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույն մակարդակի վրա, սակայն պետական պարտատոմսերի տոկոսադրույքները մի փոքր նվազել են, ինչը բերում է դրական եկամտաբերության կամ գների բարձրացման։ Նման նվազումը ավելի արտահայտիչ է եղել եվրոպարտատոմսերի կամ Հայաստանի Հանրապետության պետական դոլարային պարտատոմսերի դեպքում, որն արտահայտում է ներդրողների եւ այդ թվում նաեւ մասնավորապես միջազգային ներդրողների վստահության աճին կամ ավելի ցածր ռիսկի ընկալման հետ կապված Հայաստանի Հանրապետությունում ներդրումների հետ։ Նույն ժամանակահատվածում արտարժույթի առումով, այսինքն դրամը դոլարի նկատմամբ բավականին ստաբիլ է եղել, ինչի արդյունքում եղել է չեզոք ազդեցություն մեր ֆոնդերի եկամտաբերության համար։ Նախորդ եռամսյակ արտասահմանյան կապիտալի շուկաները վերականգնվեցին առաջին եռամսյակի անկումից հետո։ Ինչ կառանձնացնեք վերջին ամիսներին։ Իսկապես 2025 թվականի առաջին կիսամյակը տատանողական էր։ Կհիշեք, որ ապրիլ ամսին ԱՄՆ կողմից իրականացված կտրուկ առևտրային քաղաքականության հետ կապված ներդրողների մոտ եղավ որոշակի շոկային կամ բացասական ազդեցություն, ինչի արդյունքում բաժնետոմսերի գները ամբողջ աշխարհում գրեթե կտրուկ անկում ապրեցին, բայց երկրորդ եռամսյակի ընթացքում շատ արագ վերականգնվեց այդ անկումը, կապված նրա հետ, որ նույն առևտրային քաղաքականության ազդեցությունը իրականում պարզվեց, որ այդքան ծավալուն եւ այդքան մասսայական չէր եւ որոշ որոշումներ կայացված ԱՄՆ կառավարության կողմից ուղղակի չեղարկվեցին։ Երրորդ եռամսյակը ել ավելի դրական էր, ավելի լավն էր, քան նույնիսկ երկրորդ եռամսյակը, հիմնականում պայմանավորված մի քանի գործոններով, դրանցից հիմնականը տեխնոլոգիական ընկերությունների շարունակական լավ ցուցանիշների հրապարակումն էր, նաև առևտրային հակամարտությունների որոշակի մեղմումը, ինչպես նաև քանի որ տնտեսական, մակրոտնտեսական որոշակի ցուցանիշներ սպասվածից ավելի թույլ հրապարակվեցին, ավելի ցածր ցուցանիշներ հրապարակվեցին, ներդրողները սկսեցին սպասել ԱՄՆ եւ այլ առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների նվազում։ Այս գործոնների համախումբը բերեց բաժնետոմսերի գնի այնպիսի աճին, որ հիմա արդյունքում ունենք պատմական ամենաբարձր գների մակարդակները ԱՄՆ եւ այլ զարգացած շուկաներում։ Բնականաբար նման դրական զարգացումները նաև ունեցան դրական ազդեցություն մեր ֆոնդերի, կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության համար, քանի որ մոտավորապես միջինում 25-26% կենսաթոշակային ֆոնդերի ներդրվում են հենց այս զարգացած շուկաների, կապիտալ շուկաների բաժնային ֆոնդերում։ Ինչն եք պահում ձեր ուշադրության կենտրոնում գալիք ամիսների համար։ Քանի որ կենսաթոշակային ֆոնդերը Հայաստանի Հանրապետությունում ներդնում են հիմնականում Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերում եւ բանկային
ոլորտում կամ ֆինանսական ոլորտում, ապա նախ եւ առաջ ուշադրության կենտրոնում ենք պահում պետական պարտքի կառավարումը, պետական պարտքի կառավարման հետ կապված զարգացումները, ուշադրության կենտրոնում ենք պահում բանկային սեկտորը, բանկային ոլորտում գրանցված ցուցանիշները, ինչպես նաև շատ ակտիվ կերպով բանակցում ենք եւ աշխատում ենք նաև իրական հատվածի թողարկողների կամ պոտենցիալ թողարկողների կամ ընկերությունների հետ եւ հույս ունենք, որ դրանցից լավագույնները կթողարկեն եւ մենք հնարավորություն կունենանք ներդնելու նաև իրական հատվածի ընկերությունների մեջ։ Իսկ արտասահմանում ուշադրությունը հիմնականում սևեռելու ենք հետագա ամիսների ընթացքում գլխավոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա, այսինքն ՀՆԱ-ի աճ, գնաճ, գործազրկություն, նաև ուշադիր հետևում ենք առևտրային հակամարտությունների զարգացմանը, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային եւ միջազգային աշխարհաքաղաքական զարգացումներին եւ իհարկե արհեստական բանականության ոլորտում զարգացումներին, քանի որ սրանց ազդեցությունը բաժնետոմսերի վրա շատ մեծ է։ Եվ վերջում, ինչ կմաղթեք ապագա կենսաթոշակառուներին։ Նախ եւ առաջ կցանկանամ, որ ավելի ակտիվ կերպով հետևեն իրենց հաշիվներին, դրա համար իրենք կարող են գրանցել իրենց էլեկտրոնային հասցեն Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համակարգում եւ պարբերաբար ստանան հաշվետվություններ իրենց անհատական կենսաթոշակային հաշիվների մասին։ Նաև կցանկանամ, որ գրանցվեն C Quadrat-ի կողմից կազմակերպվող վեբինարներին եւ հնարավորություն կունենան այնտեղ տալ իրենց բոլոր հարցերը կամ ստանալ իրենց հարցերի պատասխանները, ինչպես նաև կարող են օգտվել մեր կայքում տեղադրված կենսաթոշակային հաշվիչից, որով կարող են մոտավորապես պատկերացում կազմել, թե ինչ չափի կենսաթոշակ կստանան ապագայում։ Այս ամենի արդյունքում կենսաթոշակային համակարգի մասնակիցները պատրաստ կլինեն կատարել ֆոնդի ավելի ճիշտ եւ գրագետ ընտրություն։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։